Դհոզուրնայով են Աչաջուրում դիմավորում Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Ջորջան, աննարին ոչինչ չկա, ձեր ցավը տանեմ։ Հիմնական խնդիրը, որ այսօրին ենք, ոչ ճիշտ կառավարումն է, որ կառավարումը պետք է լինի այնպիսի մարդիկ, կապ չունի կուսակցական պատկանելությունը, կապ չունի ազգանունը, կապ ունի մարդը, որ այդ ոլորտում աշխատել է, աշխատում է, փորձ ունի, տիրապետում է եւ կարողանում է մարդկանց մատից փուշ անել։ Հայրենակիցների ցավը պատրաստ է տանել Ծառուկյանը, չի թողնելու, որ անտեր մնա գյուղացին։ Թեթևացնելու է նրա տարիներով կուտակված վարքեր-պարտքերը, գյուղնախարարություն է բացելու։ Եթե տարիներ առաջ ունեինք մինչև 250-300 հեկտար աշնանացանցորեն, այս տարվա կտրվածքով ընդամենը կարող է լինի 1-ից 2 հեկտար։ Սա ցավալիորեն եմ նշում, որովհետև դուք նաև շեշտեցիք, որ գյուղնախարարություն չունենք։ Եթե գյուղնախարարություն չունենք, ինչի մասին ենք մենք մտածում։ Ապրես, դրա համար հիմնականն են ծառատ, որ քանդվի։ Ակնհայտ է Ծառուկյանի համար կառավարման խնդիր ունենք Հայաստանում։ Մարզպետներ են նշանակում Երևանից, որոնք անտեղյակ են գյուղացու խնդիրներից։ Սահմանին կանգնած գյուղացին փողից չպետք է նեղվի, ասում է կուսակցության առաջնորդը։ Այս վերջի պարագայում, այս վերջի ժամկետերում մեր հպարտությունն էլ չկա, մեր հաղթանակն էլ չկա։ Պարտված, խեղճացած, դատարկ խոսալուն պետք է չնայենք, Ժողովուրդ ջան։ Այսօր էսա վիճակը, ձեր ցավը տանեմ։ Որոշողը դուք եք, արողը դուք եք, ապրողը դուք եք։ Ձեր ցավը տանեմ, կանեք, շնորհակալ ենք, ինչ վերցել ենք, մեր որ հասել ենք, ոչ մեկը դրան չի կարող կասկածի, 1-ին 10 ավելի լավ անելու ենք։ Գործով էլ կապացել, կյանքով էլ կապացել։ Չեք տա ձեր ցավը տանեմ, էլի ձեր Ծառուկյանն եմ։ Իրենց Ծառուկյանը հավատացնում է, Հատիսի բարձունքում կառուցվող Քրիստոսի արձանը տուրիստական աննախադեպ հոսք է ապահովելու մեր երկիր։ Փող է, որ հոսելու է Հայաստան։ Չեն ասելու Բրազիլիա, ասել են Հայաստան, ասել են Կոտայք, որ միլիոնավոր տուրիստներ են գալու։ Տուրիստները գալուց գումար են ծախսելու։ Դա ձեզ աստվածացրել է։ Երկրային կյանքում դուք նույն Քրիստոսն եք, երկնայնում մեր Հիսուս Քրիստոսը եւ կորկորատո բարձունքը Բրազիլիայի, որտեղ Քրիստոսի արձանն է, մեր Հատիսի կեսն էլ չի հասնում։ Այնպես որ Հատիս լեռան կողքի Սարին էլ Նոյան տապանն է կառուցելու Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը։ Տուրիստական նոր հասցեն ցնցելու է ամբողջ աշխարհը։ Եթե երկիր մարդ մտավ, փող եկավ, այդ փողից բոլորն էլ օգտվել, եւ տաքսիստներ, եւ գյուղացիներ, եւ փոքր ու միջին բիզնեսներ։ Ու տենց հարկավոր է 2-3 հատել, մեծ ներդրումային ծրագիր իրականացնել, կյանքը կփոխվի։ Հիմնական խաղաղություն է պետք մեր ժողովրդին, այդ որ ասում են խաղաղություն ենք բերել, դες բան գոյություն չունի, խաղաղություն թող թուղթ ցույց տան, որ խաղաղություն գրած ստորագրած է, երաշխավորած է, որ էլ պատերազմ չի լինելու, դրանով սահմանափակ։ Պատերազմում զոհված Աչաջուրցի Շիրակ Գասպարյանի հայրը եկեղեցի է կառուցել հայրենի գյուղում։ Մի բան է ուզում որդեկորույս հայրը։ Մի բան ստեղծեցեք, սահմանները պահեք։ Միակ բանն է դա։ Ես դրանից ոչինչ չեմ ուզում։ Ոչ մեկից ոչինչ չեմ։ Գայանե Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։